Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 24։ Եթե ես հայր եմ, ուր է իմ մեծարանքը, և եթե ես տեր եմ, ուր է իմ երկյուղը, Մաղաքիա 1:6 խոսք։ Երբ աղոթում ենք, պետք է աղոթենք զավակի ակնածանքով և սիրով։ Եթե ակնկալում ենք զավակներին տրվող հոգատարությունն ու հոգածությունը, ապա պետք է նաև կատարենք զավակների պարտականությունները։ Մենք պետք է Աստծուն ընդունենք որպես հայր, ոչ թե ընկերական, չափազանց ազատ վերաբերմունքով, այլ խոնարհությամբ և նրա վեհության հանդեպ ակնածանքով։ Մենք պետք է նաև Աստծուն սիրով աղոթենք, իսկ Աստծո հանդեպ մեր սերը հիմնականում երևում է նրան հնազանդվելով և նրա խոսքը կատարելով։ Ուստի Քրիստոսը ցանկանում է, որ աղոթելիս Աստծուն դիմենք հենց այսպիսի հարաբերության մեջ, որպես մեր հոր, որպեսզի հիշենք նրա հանդեպ մեր պարտականությունը։ Եվ եթե հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղով անցկացրեք։ Առաջին Պետրոս 1:17 խոսք։ Մենք երբեք ճիշտ չենք աղոթում, եթե աղոթելիս չենք որոշում հրաժարվել ամեն մեղքից։ Ինչպես կարող ենք Աստծուն հայր կոչել, եթե առօրյա կյանքում չենք ցանկանում հաճեցնել նրան։ Այսպես է Տերը խոսում իր ժողովրդի մասին. «Ահա դու այսպես ես խոսում, բայց չարություն ես անում, որչափ կարողանում ես»։ Երեմիա 3:5 խոսք։ Աստված վիրավորանք և անարգանք է համարում իր հանդեպ այն, երբ մենք չարություն ենք գործում, բայց հետո գալիս ենք նրան հայր կոչում։ Նրան տհաճ է, երբ մարդիկ գալիս են և շողոքորթում իրեն ստախոս շուրթերով, բայց չեն ապրում որպես զավակներ, սուրբ հնազանդությամբ։ Ուստի Աստծուն հայր կոչելը մեզ պարտավորեցնում է ծառայել նրան սրբությամբ։